Ծաղկազարդ Գանա սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն, որին հաջորդում է ավագ շաբաթը։ Ծաղկազարդի խորհրդանիշը ձիթենու և ուռնենու ճյուղերն են, որոնք մարդիկ իրենց հետ բերում են եկեղեցի և օրհնելուց հետո տանում տուն։ Ծաղկազարդի հաջորդ կիրակին հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը։ Սուրբ Զատիկի տոնին սեղանի պարտադիր կերակուրներն են՝ կարմիր ներկա սուն, չամիչով և բրնձով փլավը, ձուկը, գինին, ինչպես նաև կանաչիները։ Կարևոր է նաև հատուկ Զատիկի համար պատրաստվող կաթնահունձ կոչվող հացը։ Կերակուրներից յուրաքանչյուրը ունի իր խորհուրդը։ Խորհրդանիշն է աշխարհի, և այն պարտադիր է ներկել միայն կարմիր գույնով, ինչը նշանակում է, որ ամբողջ աշխարհը փրկվեց Քրիստոսի արյամբ։ Բրինձը խորհրդանշում է աշխարհիկ մարդկանց, իսկ չամիչը առաքյալներին։ Չամիչը հոգևորականներն են, բրինձը հավատացյալները։ Գինին Քրիստոսի արյան խորհրդանիշն է։ Վերջին ընթրիքի ժամանակ Քրիստոսն ասաց. «Սա իմ ճշմարիտ արյունը, որը թափվում է բոլորի մեղքերի համար», որպես խորհրդանիշ վերցնելով գինին։ Ձուկը եղել է Հիսուս Քրիստոսի գաղտնի նշանը։ Նրա մեջքի վրա կա մի ոսկրային հատված, որը խաչաձև է, իսկ կաթնահունձը խորհրդանշում է հացահատիկը։ Զատիկի տոնին իրար ողջունում են հետևյալ կերպ. Քրիստոս հարյավ իմ մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։